Շանտաժը վախեցնում է ժողովրդին։ Պատերազմ ոնց են գորում, ասում են ձեր աշխարհը Ադրբեջանն ալնի։ Դու համաձայն ես դրան։ Իմ ասածին դու համաձայն ես, որ իրենք Ալեն Սիմոնյանը վախեց ինձ ասում։ Բայց նա շանտաժ անում։ Այսինքն պատերազմ չի լինելու սեպտեմբերին, չվախ։ Ահպեր չի լինելու, ոչ մի չի լինելու։ Դե ես դրան այնքան էլ կողմ չեմ, որովհետև ստրախովկա է անում էլի իր ընտրությունների համար, ես սենց եմ մտածում, այդպես չի, որ ով էլ ընտրվի ինքը պատերազմին դնալու է, պատերազմը արհավիք է, ոչ մեկին ձեռ չի տալիս, ոչ մեկին էլ տես չի, 50 է, շանտաժել է, նենց էլ է աղբեր։ Ես կուզեմ ինքը մի քիչ թույլ ղեկավար է, ինքը իր թշնամիներին գրուպի չի վերաբերում։ Ախորպես է, դանը մի տուրել ունակ թե։ Այդպես արդեն ներվե բանցծավ արդեն, ճաշուն բանցծավ։ Շանտաժ, հա։ Վայն չաբա։ Պապերս Թուրքիայից են եկել, պատմում էր, ինչ ասում են, որ ախպորդ ընկեր, ասում են, ընկեր ասում են, ինձանց առաջ մին եկել է, կեց սպանեմ։ Նոր պապես պատմում, ինչ պատմում էր։ Հիմա ասեն, ինձան Թուրքիայից ինչ ընկերություն, ախպերությունը դի։ Էդի կյանքում չաս, որ ախպերությունը դի։ Դու բայն չանամ, ախպորպես, բայն չանամ, որ շանտաժ չանам, ինչ անեմ բա։ Шантаж элемент в любом случае, հնարավոր է վախի մեկի վրա ուրիշ ձև ազդի, պոլիտիկա է դա, արդեն ճիշտի պոլիտիկա է։ Դու չգիտես, կարող է հիմա խոսում ասենց ընտրվի, արդեն կարող է մտածի։ Այդ ոչ թե շանտաժ է, դա հենց ինքը մարդկանց վախցնում է, հենց այն մարդկանց է վախցնում, ովքեր որ զինծառայող ունեն, հենց ինքը մնալուց է պատերազմը սկսվելու։ Արցախը տվինք, մեկը տվինք, գոնե ինչքան կա դրանով բավարարենք պահենք։ Մեր ժողովուրդը կարան ապրեն այս հողի վրա։ Կարելի ասել, որ ժամանակավոր դադար է։ Ալիևից լապան չենք սպասեն։ Տեսնեք ինչ կլել է, որ շատ խռուպտիր է, նուր պահել է խողողությունը։ Տեսնեք ինչով կվերջանա։ Լարված սպասում ենք, լարված։ Փաշինյանը, որ ասում է, որ ընձի չընտրեն, պատերազմա լինելու։ Այսինքն ինքը Թուրքի հետ այդքան կապված է, ինքը պետք է խնդրի թուրքերին, որ հայերի վրա հարձակում գործեն։ Այտենց է, չէ՞, դուրս գալի խոսքը։ Եթե ինքը այդ արտահայտությունը անում է, հետագայի մասին չի մտածում, որ ինքը այդպես արտահայտություն է, որ ինչ չընտրեն։ Պատերազմա լինելու, դա ինչ արտահայտություն է։ Քեզ խենք ընտրե։ Հենց դրա համար էլ բոլոր ժողովուրդն չպիտի ընտրի, իր այդ ուլտիմատումի համար։ Ինքով դառավ, մեզանով մարդադառը հիմա ուզում է մենք իրան կրկին ընտրենք, ինչի համար ընտրենք, ինչ լավ բան արի ժողովրդի համար։ Մի օր եկել է Ռոբերտ Քոչարյանին հիմա մի հատ ժող կներեք, մի անձի կանգնացրե հետաքրքրվե ոնց ես ապրում, ոնց չես ապրում, իրա ինչ ընտրենք։ Ճիշտ է, ես իր համար շատ ձայներ եմ հավաքել սկզբից տարի, բայց հիմա փոշմանել եմ։ Ազնվությամբ, շանտաժ անում։ Խիպտի ընտրենք, ոչ մեկն չեն ընտրի իրան էլ։ Ինչ լավ բան արի ժողովրդի համար, որ ընտրի։